Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեն էին ամփոփում։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, միջին աշխատավարձը աճել է, պետական բյուջեն ավելացել է, իսկ մրցունակ կրթություն ունեցողներն ավելի բարձր են վարձատրվում։ Նա նաև պնդում էր, որ հարկը հարազատ բան պետք է դառնա քաղաքացիների համար։ Որովհետև կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն։ Իսկ ինչ կարծիքի են քաղաքացիները, ում է հասնում բյուջեի աճը։ Ես չեմ նկատի ամուսնուս մոտ, ես չեմ աշխատում, բայց ամուսնուս մոտ չեմ նկատի փոփոխություն։ Չի ասի, նկատել ենք, այո։ Այդ մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ։ Ես մասնավոր բիզնես ունեմ։ Աշխատավարձի փոփոխությունը իմ բիզնեսի վրա չի անդրադառնում։ Իհարկե ոչ։ Բոլորովին հեքիաթա ու պատմում է, շարունակում է պատմել այդ հեքիաթները։ Ամեն ինչից գոհ եմ։ Եթե խաղաղություն կա, մնացածը երկրորդական բան ազգան։ Իսկ գիտեք, որ պետական պարտքը 13 միլիարդը շուտով հատելու է։ Ոչինչ, եթե էլ կաշխատեն կփակվեն։ Ոմանք հեքիաթ էին լսում, իսկ ոմանք դեռ սպասում են, որ իրենց կյանքի որակն էլ կփոխվի։ Իսկ իշխանությունը իր հերթին պատմում է իր թվերով։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ։ 2025 թվականի ապրիլին 304,992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75%։ 2018 թվականի ապրիլը 2025 թվականի ապրիլի նկատմամբ։ Ցավոթանիշ փոփոխություն։ Դուք էլ հավատում եք աշխատավարձի բարձրացմանը։ Նույնն է սա անկեղծ ասած։ Աշխատավարձն է բարձրացնում, բայց թոշակը Թոշակները ոնց անեն, ինչ անեն։ Հասարակության զգալի մասը շարունակում է գնաճի եւ դրան համապատասխան չբարձրացող աշխատավարձերի հետ կռիվ տալ։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 2018-ի ու 2024-ի տվյալները համեմատելը տեղին չի համարում։ Աշխատավարձերի հիմնական բարձրացումը կատարվել է հանքարդյունաբերության, ձեռնարկությունների, աշխատակիցների, աշխատողների աշխատավարձերի ֆոնդի երևակման հետ, միայն ժամանակ այստեղ դեր է խաղացել ռուսական ռելոկանտների մուտքը դեպի հայկական շուկա 7 տարիների ընթացքում 6.5 միլիարդ դոլարից Հայաստանի Հանրապետության պարտքը գերազանցել արդեն 13.5 միլիարդ դոլարը։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ամբողջ պետական համակարգը այս ամիս աշխատավարձ չստանա, թոշակը ընդամենը 1500 դրամով կբարձրանա։ Կամենդատյանը սա մանիպուլյացիա որակեց։ Տվյալ անձնավորությունը իրար դեմ է փորձում հանել պետական համակարգում աշխատող մոտ 100,000, 120,000 աշխատակիցներին եւ մոտավորապես 470,000 ծերության թոշակ ստացող անձանց։ Իսկ ինչ իրական հեռանկար ունի Հայաստանը գիտատեխնիկական առաջընթաց ունենալու եւ մրցունակ կրթություն տալու հարցում։ Արհեստական բանականության բաղադրիչներով տնտեսությունը միայն այդտեղ հնարավոր կլինի բարձել իրականում կրթությունը մրցունակ է թե ոչ, աշխատուժը պահանջված է թե ոչ, աշխատուժի որակները որ չափով են համապատասխանում գիտատեխնիկան առաջընթացին։ Վարչապետը խորհրդարանում նաև ասել էր, որ մարդիկ ցանկանում են ավելի լավ ապրել, քանի որ տեսնում են, որ այսօրվա Հայաստանում դա միանգամայն հնարավոր է։ Անի Հովհաննիսյան, Դավիթ Եղիազարյան, Rio Open Media։